Ընտրենք մենք, որ ջախջախենք 16-ին, ընտրենք մեջի, որ ջախջախենք 16-ին, ընտրենք մեջի, որ ջախջախենք 16-ին, միասնության, 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 ընտրատենքի համար, ընտրատենքի համար, ընտրատենքի համար, Այո, իհարկե, սիրով, այո, Վեցանկի ռոմբիկը մարդկանց տեսնի Կարելի է ձեզ բարևել, բարև ձեզ, ես Արման Թաթոյանն եմ, Արման, բարև ձեզ, մեր ծրագրից փոխանցենք ձեզ, խնդրեմ, կարող եք ծանոթանալ, խնդրեմ, շնորհակալություն։ Հա, խոսեմ։ Շնորհակալ, հիմա Ազատություն ռադիոկայանը հարցազրույց կտրեց, ես հարցազրույցն խոսեմ։ Որտե՞ղ Գայանե ջան, ասեք։ Նիկոյ Զանդի, ասենք այդի, եկեք, վերցնում ու գա, որքանով եք ալի։ Միասնության, 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 Քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, Հայաստանի թեկնածու, Հայաստանի թեկնածու, Հայաստանի թեկնածու, Ես Արման Թաթոյանն եմ, քվյաթերթիկ համար, Ես որոշ ամեն ծրագրից թեկնածու, Հայաստանի թեկնածու Արման Մնացած Թաթոյանն եմ, հələ բət փորձի Հայաստանի թեկնածու Արման, Հայաստանի թեկնածու Արման, Հայաստանի թեկնածու Արման, քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, միասնության, 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 ընտրենք մեծի, որ ջախջախենք 16-ին, ընտրենք մեծի, որ ջախջախենք 16-ին, միասնության, 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 ընտրատերթիկ համար, ընտրատերթիկ համար, ընտրատերթիկ համար, Հայաստանի թեկնածու Արման, Հայաստանի թեկնածու Արման, Լավ եք չկա, ոնց եք, լավ եք, մերսի, շնորհակալություն, ինչ կա չկա, զբաղմունք բան չկա, չէ, Որը ասում է նորություն չկա, դա էլ անել։ Դա էլ նորություն։ Մեզ հարցեր ունենք, ասել, խորհուրդ։ Ինչ հարցեր, ուզում եք որ լավ լինի, ամեն ինչը տեղին լինի։ Ամեն ինչը լավ լինի, մեր երկրի համար, մեր ընտրությունները, մեր, այո, եւ դա պետք է անենք բոլորովս։ Բոլորս սա մեր երկրի, մեր ապագայի համար է։ Բոլորիս համար, մեր երեխեքի, այո։ Չէ, որ տենակ ինչ պետք է լինի, դա դուք չպետք է վայելեք։ Անհիշելի ժամանակներից ապրում եմ, 100 տարեկան։ Աստված առողջություն ձեզ տա։ Ավելի լավն է։ Տեսեք, այս ընտրությունները դուք մեզանից լավ գիտեք, կյանքի փորձով մեր երկրի համար են, պատմական նշանակության ընտրություններ են։ Հիմա համատարած շատ են մարդկանց վախեցնում, կախվածության մեջ դնում, մեկի երեխուն են ասում գործից կհանենք, այն մեկին են գնում վախեցնում եւ այլն։ Հիմա ամենակարևորը, որ մեր քաղաքացին իմանա, մենք եկել ենք ասելու, որ մեր քաղաքացին այդ քվեախցիկում ինքը ամենազորն է։ Հիմա էլ ամենազորը, բայց այդտեղ ամբողջ իշխանությունը այդ պահին պատկանում է քաղաքացուն ու այդ պահն է, որ այդ պահին են տանում քաղաքացու ձեռքից իշխանությունը, այդ պահին, այդ վախերը ինչի համար են, որ մարդկանց վախեցնեն, զզվացնեն, մի մասը չգնա ընտրությունների, մի մասը մտածի դե այտենց էլ լինելու է, էլի մեկ է, էլ ինչը փոխես, ամեն ինչ էլ լուծված է արդեն, այս սա է, մյուս կողմից էլ մենք շատ ենք տեսնում, որ մեր քաղաքացիներն էլ հոգնել են, այս հիասթափությունը շատ է, ընթացքում անընդհատ խաբել են, նույնն էլ հիմա էլ է։ Այն երկրորդ համարը ինչ նկատի ունի, որ ասում է ոչ մեկին չեն կտրում, մեկ ինչ բան։ Դե տեսեք հիմա մենք Ահա, վերջացավ։ Նիկոլ ասացի, որ թողմանան նա էլի մենք չենք։
Տեսեք, մենք պետք է այստեղ ամենակարևորը մենք ինչ են ասում։ Շատ լավ է։ Նայեք, այսօր օրինակ մենք այս իհարկե շատ հաճելի։ Այսօր օրինակ մենք ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել եւ ուղարկել ենք Եվրամիության դեսպանին։ Ես այնց այսօր ուղարկելու եմ, որ այդ երկրից անում են հայտարարություններ, որ այդի Հայաստանում նենց անենք, որ ընտրվի այս իշխանությունը, պետքա ուժը ցույց տանք, երկաթե բրուցքի իր տեղում է եւ այլն։ Տեսեք ոնց են միջամտում մեր ընտրություններին։ Մի կողմից այդ վախերն է, չէ՞, վախացնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով։ Մյուս կողմից ինչ վախերը, ասում են գործից կհանենք, ես կանենք, իրենք էլ հետն են վախենում։ Այո։ Հիմա տեսեք մեր ժողովուրդը այսքան հզոր ժողովուրդ ենք, չէ՞, ինչ պատմություն ունենք եւ այլն, տեսեք մեզ երկու կողմից վախերի մեջ են դրել։ Հիմա մենք պետք է իրոք բոլորով ցույց տանք, որ մենք կարող ենք ու այդ ուժը ունենք, հնարավորությունը ունենք, խելքը ունենք, ամեն ձև եւ հարցերը լուծելու ձևերն էլ գիտենք։ Այս է կարևորը։ Դուք ողջել եք, առողջել եք, դուք երիտասարդներ եք, երկար կյանք ունենաք, առողջ ապրեք, երջանիկ ապրեք։ Գիտեք ինչ, մարդու կյանքը ներապրած տարիների մեջ չի, ներապրած երջանիկ տարիների մեջ։ Իտալիան մի տարի գերեզմաներ, որտեղ գրում է, ապրեց 5 տարի, ապրեց 10 տարի։ Բայց նայենք նույն 40 տարեկան մեռել է, ասում են, այդ 5 տարին է երջանիկ ապրեց։ Դուք երջանիկ ապրեց բոլորը։ Մեր մյուս մեծ խնդիրներից է, տեսեք, մենք երիտասարդության, դուք ասում եք երիտասարդները, չէ՞ շատ լավ հարց եք բարձրացնում։ Մեր երիտասարդների համար այսօր օրինակ Վաղարշապատում սոցիալական ես նայում էի համաշխարհային բանկի նաև տվյալները, ամեն 4-ից մի հոգի աղքատ է։ Ըստ տվյալների, հələ տեսեք, շատ ահագնացող, շատ վատ վիճակագրություն է։ Այն մյուսներն էլ նենց չի հարուստ են, հազիվ մարդիկ ինչ են անում, գոյատևում են, բայց ինչի՞ պիտի տենց լինի։ Մենք այսքան հնարավորություն է, մեր երիտասարդների համար չկա հնարավորություններ, չէ՞, իշմաստից եք։ Անընդհատ արտագաղթա, մարդիկ տեսնում են, խնդիրը գնան կամ Երևան, կամ գնան Խոպան, արտասահման, այնտեղ ճանապարհը գտնեն գնան։ Այս էլ մեծ խնդիր է։ Շատ շնորհակալ ենք ձեզ չխանգարենք։ Ձեր տեսանկյունից բոլորը երիտասարդ են։ Հենց որ մասում եք ժողովուրդը։ Նայեք, մենք ինքներս դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Միասնությունը ամենակարևորն է։ Որովհետև այո, հիմա հենց այդ բանն է իրականացվում պառակտելու եւ այլն թշնամասնելու իրար այսօրվա քաղաքականությունը այդ է։ Տեսեք, ընտրություններից հետո ըստ արդյունքի մեր քաղաքացիները պետք է նաեւ տան այդ հնարավորությունները։ Մենք օրինակ արդեն եւ հետազոտություններ են ցույց տալ եւ ինքներս էլ ենք մարդկանցից զգում, որ շեմը հաղթահարում ենք։ Հիմա մեզ պետք է ինչքան շատ մենք էլ վստահությունը քաղաքացիներից ստանանք, հետո արդեն ըստ արդյունքի, որպեսզի այո, պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունը չկարողանա վերարտադրվի։ Եվ մեզանից օրինակ, հայրիկ ջան, ոչ մի բան, ոչ մի մեզանով պայմանավորված այնպես երբեք չի լինելու, որ իշխանափոխություն չլինի, այսպես ասած։ Այսինքն մենք այսպես մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԿՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ։ Նաև մյուս մեր կարմիր գծերն են հետ։ Այո։ Որովհետև մեզ այս արատավոր շղթան որ կա, նախկին ներկա ինքը ինչ անում, չէ՞, այս վանդակի մեջ է մի տեսակ մարդկանց պահում։ Նախկին ներկստի տպավորություն է ստեղծում, որ ընտրություն չունենք։ Կամ ինչ որ արտաքին ուժ ներկայացնող մարդկանց ինքն էլ իրան դիրքավորում է իբր Եվրոպայա, մինչդեռ Ադրբեջանի լրիվ այսպես պաշտպանության ու աջակցության տակ է։ Իրականում մենք պետք է հասկանանք մենք հայերս ինչ ենք ուզում, մեր Հայաստանի շահով ղեկավարվել։ Չի հասկանում, եթե չեք միավորվում, չեք ինչ-որ պրակտիկան չեք ամեն մեկը ձեզ համար ամեն մեկը անհասկանալի է, մեկը չենք ակտորոշում։ Մենք այդ տեսնում ենք, որ ժողովրդի իրականում այդ միասնությունը շատ է կարևորում եւ ժողովուրդը հոգներ այդ ինտրիգներից նաեւ էլի քաղաքական։ Այո, ճիշտ եք ասում։ Մեր մարդկանց խնդիրներից դե պետք է նաեւ ըստ ընտրությունների արդյունքների նաեւ ամեն ինչ անել այդ նպատակի համար։ Պարակալը ինքը կշահի
Որտեղ ամեն ինչ մշակում կարող է 10 փոքր ժանի հավաքի, բայց Աշյանը ասես որ Տեսեք, նա սպառնում է այդքան 60-70% մարդկանց մեջ մտցնում են, որի վրա ամեն ինչ որոշված է դա, բայց իրականում այդպես չի։ Մենք տեսնում ենք նրա քաղաքացիների վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ուղղակի դուք ճիշտ եք ասում, այնպես պետք է լինի, որ իրենք այդ պարակտումների հաշվին են անում, որ պարակտում չլինի հակառակը միասնություն լինի, մենք համաձայն ենք։ Նրանց հետ որ 20-30% բան Գիտեք Հարիկ ջան, մենք օրինակ այդպիսի մի օրինակ կարող ենք ձեզ ասել, մենք էլ ենք ձգտում միասնության։ Հետևաբար տեսեք, մեր քաղաքական ուժը երկու կուսակցություններ միավորվել են իրար, որ մեկ ցուցակով գնան։ Կարող ենք ավելի համախմբեինք, իհարկե, եթե ստացվեր։ Այդ բանակցությունները անընդհատ գնացել են, բայց քաղաքականությունը ինքը այնպիսի բան է, որ մարդիկ կան ուզում են իրենց ուղղությամբ գնան, մարդիկ կան իրենց հաշվարկներ ունեն, բայց դուք ճիշտ եք, այո, մեզ ինչքան հնարավորություն ունեցել ենք, մենք միավորվել ենք։ Հետևաբար մեր գործընկերները Շան Դաշինք կուսակցությունը, Միասնության թևեր կուսակցությունը, մենք միավորվել ենք իրար, որպեսզի մեկ ցուցակով գնանք, մեկ քաղաքական միավորով գնանք։ Ձեր ասածը ես ընդունում եմ, բայց հնարավոր չի, հավատացեք, բոլորը չեն կարող միավորվել, որովհետև դրանք բան են, բազմատար են, ամեն մեկ իր մտքերն ունի, ցանկություններն ունի, նույնիսկ եթե արդար են ու լավ մտադրություններով են, իրենք այդ մտադրություններին հասնելու իրենց ճանապարհներն ունեն։ Հասկանում եք, մենք դուք ճիշտ եք ասում, բայց նաև միավորումը պետք է լինի գաղափարի եւ ընդհանուր հայրենիքի պետության փրկության շուրջ։ Ուրեմն պիտի միավորվել անուն գաղափարի ներողություն։ Այո, բայց